Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա և փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա և անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց և գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի և բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Որպեսզի գոմը կարողանաք շատ բարձր գնով վաճառել, այն ձևակերպեք որպես կոմերցիոն տարածք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ հինգշաբթի երեկոյան մենք միասին հանդիպում ենք, որպեսզի լավ հայկական երեկո անցկացնենք սիրված, ճանաչված մարդկանց հետ։ Եվ ես ուրախությամբ ուզում եմ ասել, որ այսօր շատ յուրահատուկ հաղորդում է լինելու, որովհետև մենք շատ մի հետաքրքիր պրեմիերայի մասին ենք խոսելու, իսկ թե ինչի մասին է խոսքը լինելու, քիչ ավելի ուշ։ Ինչ եք անում դուք այս բանը դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս բանը սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նմանատիպ խնդիր, ապա մի հապաղեք դիմեք 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք լիարժեք կարող եք լավ հանգստյան օրեր անցկացնել, որովհետև այստեղ համարները շատ հարմարավետ իհարկե եւ ամենակարևորը տաք հանքային ջրով լողավազաններ, մեր լավ հին հայկական տաք ջուրը այստեղ հենց կա, այնպես որ եթե դուք ուզում եք այս ամենի մասնակիցը լինեք եւ պարզապես հաճելի լավ ժամանակ անցկացնել, ամրագրեք տեղերը, զանգահարեք, պատվիրեք եւ իհարկե գնացեք եւ բայլեք ձեր հանգստյան օրերը։ Հեռախոսահամարն է 760 329 60 33 եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները, որից հետո արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Գիտնականները նշել են 5 ապացուցված առավելություններ, թե ինչու է անհրաժեշտ կիվի ուտել ամեն օր։ Առաջինը աջակցություն իմունային համակարգին, մարսողության բարելավում, սիրտ-անոթային առողջություն, քնի որակ եւ ամենակարևորը այս սեզոնի էժանը։ Եվս մեկ նորություն լրատվամիջոցները հայտնում են, որ Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ավելի քան 3 տարի սեռական հարաբերություններ չի ունեցել։ Դե աղջիկ ջանով եք ձեռիցդ բռնելուն են հայր։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասանուհի Անի Գևորգյանը։ Անի ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Ես շատ շնորհակալ եմ քեզ կրկին հանդիպել մեր տաղավարում, գիտես, արդեն լավ ավանդույթ է դարձել, որ մեր սիրված, լավ ընկերներս, անաչված մարդիկ, ինչ որ մի հետաքրքիր պրեմիերա են ունենում եւ մենք միասին այսպես խոսում ենք այդ ամենի մասին, տեղեկացնում ենք եւ իհարկե որպեսզի իրոք լավ բաները պետք է լուսաբանել եւ տեսնել այդ ամենը։ Հիմա Անի ջան, միանգամից արի անցնենք խոսենք թե ինչ է սպասվում։ Լինել թե չլինել, սիրելի հեռուստադիտողներ, հիմա մենք ավելի մանրամասն կխոսենք, մի հրաշալի ներկայացում է սպասվում այստեղ, այնպես որ դուք ուշադիր լսեք, որպեսզի կարողանաք այդ ամենի իհարկե ականատեսը լինել, ձեր բերել տոմսեր, իսկ մի քիչ ավելի մանրամասն հիմա Անի հետ մենք կզրուցենք։ Անի ջան, լինել թե չլինել։
Իհարկե լինել։ Լինել։ Եվ վերնագիրը պատահական չի ընտրվել, նախ թեթև ակնարկ այն մասին, որ թեման լուրջ է, որովհետև բոլորը շատ լավ գիտեն, թե որտեղից է վերցված այս խոսքերը, լինել, թե չլինել։ Եվ բացի դրանից, հենց ինքը ներկայացումը կարծես կանգնած է լինելու եւ չլինելու այս դժվար վիճակի առաջ, որովհետև մենք ձեռնարկել ենք մի բավականին ռիսկային գործ, այսօր հեշտ չէ այստեղ Լոս Անջելեսում վերցնել եւ բեմադրել որևէ դասական գործ եւ համոզել հանդիսատեսին, որպեսզի գնա դիտելու, բայց ես ինձ շատերը կողքից անընդհատ ասում էին, դե չի ստացվի, պետք չի, նորմալ է, ինչ մի բան ուզում ես անես, բոլորը լսում ես, որ դա չի ստացվի, նորմալ է, նորմալ է։ Բայց արի ուտես, որ որոշեցինք ռիսկի դիմել եւ ես վստահ եմ, որ այստեղ մեր միջավայրում այնքան շատ հայեր կան եւ այնքան բազմաճաշակ հայեր կան, որ անկասկած կլինեն եւ կան մարդիկ, որոնք որ կարոտ են իսկական դասական արվեստին, իսկական թատրոնին։ Եվ այսպեսի մի մարտահրավեր նետեցինք, որ այո, պիտի լինի այս թատրոնը։ Եվ շատ լավ է պետք լինի, Անի ջան, բայց լինել թե չլինել, արի պարզաբանենք, որ այնուամենայնիվ իհարկե անվանումը, բայց սա Շեքսպիրը չէ։ Այո, սա Շեքսպիրը չէ։ Հիմա ես պատմեմ դրա մասին։ Սա Շեքսպիրը չէ, բայց մենք վերցրել ենք մի դասական շատ հայտնի սյուժե, դա հին հունական դիցաբանությունից եկող պատմություն է, Անտիգոնեի պատմությունը, Անտիգոնեի մասին մի հատված, որը վերամշակել եւ ժամանակակից պիես է դարձրել հայտնի ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույը։ Եվ ներկայացումը նույնպես ինքը ժամանակից դուրս ներկայացում է եւ հասկանալի չի իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում, թե անցյալում, ամեն ինչ այսպես խառնված է, որովհետեւ կա եւ ներկան եւ անցյալը ինչի համար, որովհետեւ թեման շատ ժամանակից դուրս թեմա է, այսինքն ավելի ճիշտ հավերժական թեմա։ Այս թեման բոլոր ժամանակներում ակտուալ է եւ հիմա նույնպես։ Անջան, դու հանդիսանում ես այս ներկայացման ռեժիսորը, Անին, եւ ես ուզում եմ անպայման նաեւ մենք զրուցենք, խոսենք իհարկե դերասանական կազմի մասին, որովհետեւ հրաշալի դերասանական կազմ է հավաքված։ Ես պարզապես այստեղ մի քիչ ավելի մոտիկից ցույց տամ Հովհաննես Բաբախանյանը, Մարիաննա Եղիազարյան, Պապողոսյան, Աննա Գևորգյան, Նարինե Չիլինգարյան եւ Արթուր Դայանց։ Ահա, այսպես, ահա, տեսանք փաստորեն, իսկ ոնց ընտրվեց, այսինքն լավ, գաղափարը քո գաղափարն էր, այսպես ասեմ։ Քո եւ ընկերներիդ գաղափարն էր, կար գաղափար, այդ ամենը իհարկե ստեղծվեց արդեն որպես ներկայացում, որպես սցենար, եւ արդեն սկսվեց աշխատանք դերասանական։ Ինչու ընտրվեց, այսինքն կար ինչ-որ մի մոտիվացիա, հա, որ այս դերասանները, ես իհարկե շատ լավ եմ որ։ Արմեն ջան, այնքան հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Իրականում իմ բախտը շատ բերեց եւ ամբողջ այս ընթացքում ես անընդհատ ասում եմ շնորհակալություն, շնորհակալություն, որովհետեւ այնպիսի մարդիկ են ինձ ընթառաջում եւ օգնում, որ շատ անսպասելի է, էլի, շատ մեծ մարդիկ են ինձ օգնում ու աջակցում։ Օրինակ ինձ համար շատ անսպասելի էր, որ նույն Հովհաննես Բաբախանյանը, որը լինելով այդքան բազմազբաղ, ամերիկյան կինոարտադրության մեջ ակտիվ, այդպիսի ճանաչված հայտնի դերասան, միանգամից ոգևորվեց ու ասեց այո։ Ինչպես նաև մյուս բոլոր դերակատարները եւ Պապը Պողոսյան, եւ Նարինեն Չիլինգարյան, եւ Աննան միանգամից, ընդ որում անշահախնդիր կերպով, այսինքն չսպասելով ինչ որ ակնկալիքներ չունենալով, պարզապես բոլորը կարծես կարոտ լինեին, որ ուզում են ինչ որ մի լուրջ գործ անել, ինչ որ մի լավ, բարձրաճաշակ, բարձրակարգ
մի գործ անել։ Եվ այսպես մենք հավաքվեցինք եւ բոլորը շատ sense կպած աշխատում են գործի վրա եւ ասեմ հրաշալի դերասաններ են, բոլորը բարձր պրոֆեսիոնալիզմի դերասաններ են, բոլորը նվիրված ու շատ սիրով աշխատող, իրար օգնող, ինձ շատ աջակցող եւ ոգեպես եւ մտահղացումներով եւ իրենց ունեցած փորձով, որովհետեւ այստեղ ես հենց հիմա մի ճանապարհ եմ անցնում, որը ինձ համար առաջին անգամ է, ասենք, ճեղքել այս պատը, էլի։ Ես ճիշտ է Հայաստանում շատ եմ բեմադրություններ արել։ Այո, սա որպես առաջին քո փորձը։ Դրա մասին կզրուցենք, Անի ջան, քիչ ուշ։ Ես հիմա ուզում եմ պարզապես արդեն մեր հեռուստադիտողները կարծում եմ շատ հետաքրքրեց այս ամենը եւ նշենք, հիշեցնենք, ասենք, սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն նոյեմբերի 19-ին, հա, նոյեմբերի 19-ին երեկոյան 7 ժամը 7-ին, 7 PM 19:00 ոնց ուզում եք, ոնց ձեր սրտով, ժամը 7-ին երեկոյան։ AGBU-ում AGBU Performing Arts Center, AGBU Pasadena-ում, այդ հրաշալի դահլիճում, որտեղ իրոք շատ երևի լավագույն դահլիճներից է այստեղ, որտեղ իրոք այսպես ստեղծված է հենց լավ ժամանակ անցկացնելու համար։ Pasadena AGBU Performing Arts Center նոյեմբերի 19-ին ժամը 7-ին երեկոյան։ Եվ Անջան, տոմսերը կարող են ձեռք բերել Ticket Miket-ից, այո, եւ ասեմ, որ այս շարքը մի քիչ էլ շարունակել, եթե կարելի է, որովհետեւ իսկապես այնպիսի մարդիկ են մեզ աջակցել, եւ Ticket Miket-ի անձնակազմը, եւ նույն AGBU-ի տնօրինությունը, որ էլի շատ հարմար ու այո, ես ուզում եմ առանձնատու քեզ միանալ եւ առհասարակ AGBU-ի ողջ անձնակազմին բազմաթիվ իհարկե շփումներ են տեղի ունեցել, հրաշալի մարդիկ, շատ ազգասեր եւ շատ նրբանկատ յուրաքանչյուր հարցին ձեր ջան ողջուններս։ Այո, իրենք էլ են ընդառաջել, բացի դրանից, ասենք, մենք օգտագործում ենք հող խմբի, երաժշտական խմբի երաժշտությունը եւ այդ մարդիկ էլ մեծ սիրով տրամադրեցին այդ հեղինակային իրավունքը տվեցին, որ մենք օգտագործենք իրենց երաժշտությունը, իսկ դա հրաշալի խումբ է, չգիտեմ ով է ծանոթ, ով ոչ, բայց եթե գաք ներկայացմանը դուք էլ կհամոզվեք, որ հրաշալի են իրենք, ինչպես նաև, ասենք, մեզ օգնեց հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, որը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ եւ պոստերի եւ նաև ներկայացման մեջ էլ լուսանկարներ կան, ինքն է մեզ աջակցել։ Այսպես մենք ունենք Սա հեղինակը ինքն է այս պոստերը։ Այո։ Իրոք շատ զգացում է ինչպեսի պրոֆեսիոնալ։ Շատ ընկերներ, չգիտեմ ինչ ասեմ, լիքը մարդիկ զանգում են, ասում են՝ «Անի ջան, ինչով օգնենք, ինչ անենք»։ Այսպեսի հետաքրքիր ճակատագիր ունի ներկայացումը, ինչպես նաև, եթե կարելի է, ես նշեմ մեր հովանավորների մասին, որովհետև մենք առանց հովանավորների ուղղակի ոչինչ չէինք կարող անել։ Նախ եւ առաջ ուզում եմ նշել Sounds of Children երաժշտական դպրոցի մասին, որոնք մեծ աջակցություն մեզ ցուցաբերեցին։ Դա հրաշալի դպրոց է, որտեղ փոքրիկ երեխաները գնում են, սովորում են երգել եւ հայեցի են մեծանում։ Ուզում եմ նշել Հայեմ Charity Foundation-ը, որը մեզ նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերում։ Ուզում եմ նշել Secret Garden ծաղկի սրահը, որոնք հրաշալի ծաղկեփնջեր են պատրաստում, ինչպես նաև Vent Lab շինարարական ընկերությունը, US Armenian Women Power Facebook-յան խումբը, Արևիկ մանկապատանեկան հրատարակչությունը, որը էլի շատ մեծ աջակցություն մեզ ցուցաբերեց, եւ ինչպես նաև Lemhench ֆոտո դիզայնի ստուդիան, որը էլի անշահախնդիր կատարում է, լիքը գործ է անում մեզ համար։ Շատ լավ։ Դե, այո, եւ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնենք նոյեմբերի 19-ին երեկոյան 7-ին AGBU Performing Arts Center, մենք դեռ այսօր խոսելու ենք, իհարկե կզրուցենք, հիմա Անի ջան, մի քիչ արի այ հիմա սա փաստորեն քո առաջին փորձն է։
Առաջին փորձը այստեղ այսպիսի մեծ պրոյեկտի իրականացնելու։ Եվ ոնց է, չես մի քիչ կաշկանդվում, թե մի քիչ դժվար է, որ օրինակ հա Արմեն ջան։ Էնել ոնց։ Բայց այո, բայց ես գիտեմ, որ պրոֆեսիոնալներ են հավաքվել, տեսնում եմ արդեն, եւ գիտես, հենց պրոֆեսիոնալությունը կազմում է նրանում, որ երբ դա լինում է բոլորիս հետ, հա, նույնը ես անկախ նրանից որտեղ ես դու գտնվում, եթե կա ռեժիսոր, դու նկարահանման տաղավարում ես, ես ասում եմ դա ին վրա եւ բոլոր, այսինքն յուրաքանչյուր դու ենթարկվում ես, վերջ, այսինքն դու արդեն դառնում ես պարզապես կամակատար, հա, այն ինչ որ քեզ կասի ռեժիսորը։ Հիմա նույնը երևի պրոֆեսիոնալները հավաքվել են, նույնն է քո դեպքում է։ Այո, ես այնտեղ որտեղ ստեղծագործական պահն է, ես այդտեղ խնդիր չունեմ։ Ես շատ հանգիստ բեմադրում եմ, վայելում եմ process-ը եւ ես իմ գործին տիրապետում եմ։ Բայց այդ դժվարությունը ինչն է ինձ համար անցնել այս կազմակերպչական, այս ֆինանսական, այս գովազդային մի խայտառակ դժվար process, որը այդա ես իսկապես առաջին անգամ եմ անում եւ շատ դժվար անում եմ, բայց ինչ վերաբերում է ստեղծագործական մասին, այդտեղ ես շատ հանգիստ եմ։ Անջան, դե երևի պետքա հա ամենայն դեպս ինչ որ դու գոնե դրանով հա ինչ որ երևի բայց պարզապես դες վստահելի է չգիտես ով կարող է զբաղվել այդ կազմակերպչականով երբ որ առաջին քայլերն ես անում այդքան մեծ խումբ չէ դժվար է իհարկե բայց ամենայն դեպս ուզած չուզած ինքդ ինքնուրույն ես անում այդպես դե ամենայն դեպս բայց կարծում եմ կստացվի եւ ամեն ինչ շատ լավ կլինի եւ իրոք մեր բոլոր հանդիսատեսը ներկա կգտնեն այս հրաշալի ներկայացմանը որովհետեւ իրոք արդեն այն ինչ որ դու պատմեցիր, իրոք արդեն շատ հետաքրքիր է։ Անջան, ես մի քիչ ուզում եմ խոսեմ առասարակ դերասանության մասին, դու իհարկե հրաշալի դերասանուհի, հիմա արդեն ռեժիսոր, որոշելի նույնպես շատ կարծում եմ լավ է ստացվելու։ Տես, երբ որ օրինակ երգիչները, հա, գալիս են Միացյալ Նահանգներ, մի քիչ իրանց հեշտ է լինում այն պարագայը, որովհետև դե որոշակի առումով ավելի հեշտ են ինտեգրվում երգի առումով։ Դերասանները, որ գալիս են այստեղ Միացյալ Նահանգներ, նու լավագույն դեպքում բացի սերիալներից, հա, որոշակի սերիալներից նկարվելուց, այլ ուրիշ տեղ չեն համարյա, ես ասում եմ, որովհետև շատ մարդիկ կան իհարկե իմ ծանոթները, մենք նույնպես ես էլ որոշակի առումով շփում ունեմ արդեն ամերիկյան շուկայի հետ, բայց ինչու չեն անում, այսինքն չի ստացվում, թե ժամանակը չէ, որովհետև պետք է գումար աշխատել, ինչով է եզրափակվում միայն այդ, այսինքն սերիալներով եւ վերջ։ Դե գիտես Արմեն, ես մտածում եմ, որ մենք քանի որ արվեստ սիրող ժողովուրդ ենք, բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, ես հավատում եմ, որ շատ շուտով մենք արդեն դրան հասնելու ճանապարհին ենք, այն բանի ճանապարհին, որ արվեստը այնքան կզարգանա այստեղ, քանի որ այսքան մարդ կա, այսքան հայություն կա եւ այսպիսի հնարավորություններ ա ստեղծված, որ արդեն ի վերջո կստացվի այնպես, որ դերասանը կկարողանա զբաղվել իր գործով։ Այո, ցավոք սրտի այսօր շատ քչերին կարող ենք գտնել։ Ես համենայն դեպս միայն մի հոգու եմ ճանաչում եւ դա Հովհաննես Բաբախանյանն է, որը մարդը իր մասնագիտությամբ է զբաղվում եւ ուրիշ ոչինչ։ Դա երանելի վիճակ է, դա երանելի վիճակ եւ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս դերասաններս հասնենք այդ վիճակին եւ իհարկե այն ինչ որ ինքը այն ինչին որ ինքը հասել է, դա իր մեծ աշխատասիրության, համառության, տոկունության շնորհիվ է ինքը այդպես։ Դե հա, բայց տես համենայն դեպս պետքա երևի թե այդ ճիշտ ես ասում, բայց պետքա նաև երևի արդեն մարդիկ սիրեն այդ լավ գնալ, լավ բաներ տեսնել, հա, այսինքն որովհետև ես իհարկե չեմ ուզում թերագնահատել, բացարձակ դրանում չէ հարցը, բայց այնուամենայնիվ գաղտնիք չէ, որ որոշակի առումով մի քիչ են լավ խորը բարձր արժեքների որոշակի առումով նախագծերը այդքան էլ մեր հասարակության կողմից չեն ընդունվում։ Արմեն ջան, բայց ամբողջ աշխարհում է այդպես։ Հա, բայց գիտես, դե ամբողջ աշխարհում եւ դա նորմալ է։ Բայց նրանք էլ ուրիշ գործով զբաղվում այդ դեպքում։ Ուրիշ գործով զբաղվելը նկատի ունես։ Չէ, իրանք այսինքն գոնե դա չէ, բայց անամենայնիվ կարողանում են իրենք գործն են անում, հա, այդ դա է մի քիչ ցավալի։
Դե, այսպես պատը ճեղքելով գնում ենք առաջ, մի բան կլինի։ Մենք բոլորս որ մի քիչ բաներ ներդնենք, հիմա ես ինչ-որ մի հատ քար եմ ներդնում այս գործին։ Ես իրոք ուզում եմ շատ գովեստի խոսքեր ասել Անի ջան, որովհետև իրոք նմանատիպ լուրջ, այսպես ներկայացում հավաքել այս դերասաններին, փորձել կոչել կյանքի եւ դա կարծում շատ գովելի է եւ այ քո նման մի քիչ շատ փորձեր որ լինի, վաղը մյուս օր արդեն մարդիկ կձգտեն եւ կցանկանան միայն այսպիսի այո, իհարկե, ես էլ եմ այդպես կարծում ու դրա համար էլ այսպես ձեռնարկեցինք այս գործը։ Անի ջան, մի հարց, որը ես տալիս, ես ճիշտ ասած մի քիչ այսպես մոնիտորինգ եմ անում, հա, տվյալ պարագայում դերասանի միշտ այդ հարցը տալիս եմ։ Դու օրինակ ինչ կարծիք ես, դերասանը պետք է ունենա մասնագիտական կրթություն, թե ոչ։ Իհարկե։ Պետք է ունենա։ Ինչի մասին է խոսքը։ Բայց տես, ինքը մենք գաղտնիք չեք, կան չէ դերասաններ, դու գիտես շատերին, որ այնուամենայնիվ չունեն, բայց կան բնածին տաղանդ ունեն։ Ու բնածին տաղանդը դա ոնց որ բենզինի նման մի բան է։ Դու գալիս ես այս աշխարհ բնածին տաղանդով, բայց այդ բենզինը ի վերջո սպառվել ունի։ Եթե դու անընդհատ բենզին չես լցնում քո մեքենայի մեջ, ի վերջո դա մի օր վերջանում է։ Եվ այո, իհարկե լինում են տաղանդավոր մարդիկ, բայց այդ տաղանդը ժամանակավոր բնույթ ունի։ Դու կարող ես ինչ-որ բան ստեղծել, բայց եթե դու չաշխատես քո վրա, դա դու ուղղակի կմնաս ինչ-որ մի սահմանի մեջ, միշտ կկրկնես ինքդ քեզ։ Ինչ-որ մի լավ բան կստացվի, բայց հետո անընդհատ կկրկնես ինքդ քեզ։ Եվ դա ես ոչ թե ենթադրում եմ, այլ նայելով համաշխարհային փորձին ես տեսնում եմ, որ դա հենց այդպես էլ տեղի է ունենում եւ շատ են օրինակները։ Ես օրինակ ճիշտ է մի քիչ այսպես ավելի ընդլայնելով, հա, քո ասածը համամիտեմ, երբեմն լինում է չէ այդպես, որ մենք էլ ենք ականատեսել, որ շատ դերասաններ ինչ որ մի կերպար են ստեղծում եւ ամբողջ մնում են այդ կերպարի մեջ։ Ինչի օրինակ, որովհետեւ այ ինչի, ես օրինակ միշտ կարծել եմ եւ դրա իհարկե ես համոզված եմ դրանում, որ դերասան այնուամենայնիվ իր կյանքում պետք է այդ կերպարից ամբողջովին դուրս լինի։ Ես չգիտեմ, դա իմ կարծիքն է իհարկե, որովհետեւ ինքը չպետք է լինի այդ կերպարի մեջ, այսինքն մարդը հանդիսատեսը պետք է իրեն տեսնի միայն էկրանից այն կողմ այդ կերպարի մեջ։ Իսկ երբ որ դու նույն դերասանին տեսնում ես եւ ինքը ինչ sense կերպարի մեջ է, մի տեսակ երևի կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ, դա չէ։ Հա, այդ արդեն ոչ պրոֆեսիոնալ Մի խոսքով այնուամենայնիվ տաղանդը պետք է որպեսի դերասանը անուն կրթությունը ստանա։ Բայց տես, հիմա օրինակ կարա լինի այսպես, օրինակ Իհարկե չենք թերագնահատում ոչ մի դասախոսներին, դասախոսական կազմին, բայց բնածին տաղանդ է։ Եվ ուզում է ստանա կրթություն, բայց այնպես է ստացվում, որ իր դասախոս ասեմ, ուսուցիչ ասեմ եւ այլ մարդով իրեն ճանապարհ հա բացում դեպի այս դերասանական աշխարհ, որոշակի առումով կամ այլ տեսանկյուն ունի եւ այդ բնածին տաղանդը կորում է։ Այդպես էլ է լինում է այդպես։ Իհարկե լինում է, ամեն ինչ լինում է։ Այնքան դժվար է, ամեն ինչ կարա պատահի, շատ դժվար ռիսկային ճանապարհ է մարդն անցնում։ Այո։ Դե համեն դեպս ես ցանկանում եմ իհարկե որպեսի այնուամենայնիվ բնածին տաղանդը իհարկե միշտ թող եթե կա դերասանական բնածին տաղանդ անպայման իհարկե կարողանա միշտ օգտագործել այդ ամենը եւ ոչ մի խոչընդոտ դերասաններին չխանգարի որպեսզի զբաղվեն նախ իրենց կարևոր իրենց սիրված գործով եւ իհարկե հաճելի ժպիտներ եւ ոչ միայն ժպիտներ հաճելի րոպեներ ապարգևել հանդիսատեսին համի չես Իհարկե Եվ վերջին հարցը եւ անցնենք մեր արդեն մեր հաղորդման երկրորդ էջին Անջան տես ես այս վերջերս sense մտածում էի Լսի, մեր օրինակ հիշում եք տարիներ առաջ։ Ես հիմա խոսում եմ առհասարակ միջազգային, հա, ընդհանուր կինեմատոգրաֆիայի մասին։ Դες կային մոնստերներ դերասաններ, հա, օրինակ, Ռոբերտ Դե Նիրո, ես Ալ Պաչինո, չգիտեմ։ Իմ ամենասիրած դերասանն է դեպ։ Հա, Ալ Պաչինո։ Հա, դե չգիտեմ, Տոմ Հենքս եւ այլ գնացինք։ Լսի, հիմա այս տարիների ընթացքում ես չգիտեմ, չեմ լսում Այսինքն ինչա կինոն որ ասում չէ հերոստատեսն մեռնում այտենց բան չեմ ես կարծում իհարկե նույնը ինչ կինոյի հետ խնդիր կա ինչ որ թե ես եմ սխալվում գուցե բայց ես ունեք այդ համաշխարհային այդ այտենց մոնստերներ այսինքն հիմա չգիտեմ ով է
Չէ, Արմեն, ես համաձայն չեմ։ Համաձայն չես, կարող է ես սխալվեմ։ Այդ դեպքում իրականում կան մեծ դերասաններ շատ կան, հիմա էլ կան, հա։ Ուղղակի գիտես ինչն է փոխվել, ինձ թվում է։ Ես ինչ եմ նկատում, որ այս ժամանակի այս արագությունը բերում է նրան, որ հələ կհիշեք, ասենք, նախկինում, երբ որ մենք ինչ-որ ֆիլմ սիրում էինք, մենք այդ ֆիլմը կարող էինք նայել, հետո նորից նայել, կրկնել, տարիներով այդ ֆիլմը մնում էր մեր հետ, մեր մեջ։ Այսօր ֆիլմը, որը նկարահանվել է անցյալ տարի, արդեն համարվում է հին։ Հա, բայց նայ, մենք հիմա ես օրինակ վերցնում Օսկարակիր ֆիլմեր, հա, օրինակ։ Վերցնենք այն Տիտանիկը վերցնենք, հասկանում ես մինչև հիմա, այսինքն լավ, հետո այն ավատարները, չնայած ես այդքան տենց այդ էֆեկտներին սիրահար չեմ, բայց անամենը հիշում ենք, լավ մի տարի վերջ ես տարիների մի հատ ֆիլմ հիշի Օսկարակի։ Չէ, դու հիմա դու մտածում, դու չես հիշում, որտեղ ես չեմ հիշում, որտեղ ալավ, այսինքն ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը երևի հենց Օսկարը այդքան ինձ համար բերեցի ուղղակի Օսկար, հա, ես ուղղակի բերեցի Օսկար, բայց ֆիլմ, որը ես օրինակ որ հիշեմ, այսինքն որ բոլորը խոսան այդ ֆիլմի մասին, հա։ Հիմա հիշած օրինակ ես անգամ հիշեցի ինչ-որ մի հատ ֆիլմ ունեն Նաստրադամուսը, մեր ժամանակին Նաստրադամուսը կասետները մարդիկ Երևանում Նաստրադամուս ֆիլմը դուս երեք այդ վիաշը, հա, կասետները, այսինքն վիդեոկասետաները փոխանցում էին, որ մեկը մի նայի, այսինքն նայեն։ Այսինքն ինքը տենց ֆիլմը խոսում են այդ ֆիլմի մասին։ Հիմա ինչ ֆիլմի մասին են խոսում։ Ոյ Չէ, երևի չկա, չգիտեմ, կամ գուցե ես եմ երևի այդ մասշտաբը չէ, մի քիչ ավելի նեղ է դարձել, ասենք, ինչ որ ամեն ֆիլմ ունի իր ուղղվածությունը, գուցե, որովհետև գուցե այդ միգիցե խանգարում է, որովհետև այսօր կինոթատրոններում են տենում, չգիտեմ, Netflix-ներ, ինչ որ բաներ եւ այլ հարթակներ, հա, տարբեր ինչ որ, որը տեղ են ինչ որ ֆիլմա նկարում գնում Netflix-ով, որը ֆիլմը դիտեք կինոթատրոններում, երևի դա է խնդիրը, որ օրինակ շատ պոպուլյար ֆիլմեր կան, որ ինձ չեն հետաքրքրում։ Ես ավելի շատ սիրում եմ մի քիչ այսպես լուրջ ֆիլմեր։ Այնպիսի ֆիլմեր, որ ձեռագիր ունեցող ռեժիսորի ֆիլմեր են, որ գուցե բոլորը չի, որ սիրում են նայել այդ տեսակ ֆիլմեր։ Դրա համար ինձ համար ճիշտն ասած մի քիչ դժվար է այս հարցին պատասխանել։ Հետո մեծանուն ռեժիսորները, լավ, իրանք հոմ գոնե կան, բայց իրանք էլ չեն նկարում ֆիլմեր այսօր։ Այսօր իրանք էլ չկան։ Ասենք, հա, չգիտեմ, երևի կա այդպես բան։ Մենք հիշենք, ես չգիտեմ, այդ մեծանուն ռեժիսորները ինչի չեն նկարում, երբ չկա ոչ մի հետաքրքիր բան։ Լավ, Անջան, իհարկե խոսանք դեռ ներկայացումից, հիմա անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք քաջ տեղյակ ես, որ հիմա մի փոքրիկ խաղ ենք անցկացնելու միասին եւ խոսելու ենք այն մեծանուն հայկական ֆիլմերից, մեր հայկական ֆիլմերի մասին, տվյալ պարագայում դիտելու ենք մի ֆիլմից 3 հատված, փորձելու ես գուշակել, ընդհատվելու է ֆիլմը 4 տարբերակ ասելու եմ, 3-ը ճիշտ, 1-ը սխալ։ Այսօր մենք անդրադարձել ենք մի հրաշալի մեր սովետական ժամանակաշրջանի հայկական ֆիլմերից մեկին, խոսքը իհարկե Տղամարդիկ ֆիլմի մասին է։ Օ, իմ սիրած ֆիլմը։ Հա, Տղամարդիկ ֆիլմ, որը չգիտեմ, ինքը անմահ է, այդ ֆիլմերից է, չգիտեմ, իհարկե դժվարանում եմ ասել երիտասարդ սերունդը, հա, հիմա օրինակ ինքը գուցե իրենց համար մի քիչ խորթ լինի, անհասկանալի, բայց մեր համար իհարկե անմահ ֆիլմ եւ կարծում եմ երիտասարդն է պետքա դիտել, որովհետեւ այնտեղ ամեն անգամ ֆիլմը դիտելուց նոր բան ես, նոր շտրիխ ես ավել, տեսնում, որ դու չէիր տեսել միջև այդ։ Մի խոսքեցիր, կգնամ տուն, տղայիս հետ կնստեմ կնայեմ։ Այո, պետք է շատ ճիշտ է։ Թող ծնողները երեխաները այդ ֆիլմերը նայեն, թող երեխաները նայեն այդ ֆիլմերը, ոնց որ մենք ենք մեծացել այդ ֆիլմերի վրա, իրանք էլ մեծանան այդ ֆիլմերը, որտեղ այդ են ֆիլմերը, ոչ թե հիմիկվա, չգիտեմ ինչերը, որը հիմնականում էֆեկտների վրա է, դեպ։ Հա, սկսենք Անջան։ Սկսեցինք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, մի փոքրիկ խաղ ենք անցկացնում հիմա միասին Անի հետ եւ խոսքը իհարկե Տղամարդիկ սիրված ֆիլմի մասին է, 3 հատված միասին կդիտենք եւ կփորձենք իհարկե գուշակել ճիշտ Անին իհարկե կփորձի գուշակել ճիշտ պատասխանները։ Խնդրեմ առաջին հատվածը ֆիլմից։ Թանկագին աղջիկներ, այսօր մեր տանը մեծ իրադարձություն է։ Ահա, հիշում ես, Անտո, այսօր մեր տանը մեծ իրադարձություն է։ Մեր սիրելի Մարինեն ամուսնանում է,
Մեր սիրելի Կարինեն ամուսնանում է, քերոս տղան է եկել Ամերիկայից եւ մենք գրին քարտ ենք շահել։ Պատկերացնում ես, մեր ծոր մեր տանը մեծ իրադարձություն, մենք գրին քարտ ենք շահել։ Այո, ես ընտրում եմ 4-րդ պատասխանը։ 4 տարբերակն ես ընտրում։ Այսինքն 4 տարբերակ, մեկը փաստորեն մեր սիրելի Մարինեն, մեր սիրելի Կարինեն, քերոս տղան է եկել Ամերիկայից, որ այդ ժամանակ իհարկե մեծ իրադարձությունները թիմիկված չեն, այս որ ջրի ճանապարհ են սարքել, թռնում են, գալիս են, թռնում են, գալիս են, թռնում են, տեն չի։ Եվ մենք green card ենք շահել, այո, այն ժամանակ green card չեն շահում։ Green card շահեցին հետո, չէ՞, այն ժամանակ սովետական ժամանակաշրջանում ով գիտեր green card-ը։ Ես իմ հիշելով գլխավոր հերոսուհու անունը Կարին էր, իսկ այս տեսարանը Այս քորիկներն էր, հիշում ես, որ հետո ասում է ամուսնանում է, որ հետո մեզ մնա Օֆելիան, Դեսդեմոնան, տբդ։ Ենթադրում եմ, որ Մարին են, որովհետև Կարինեի մասին չի այստեղ խոսքը, Կարինեն այս տանը չի ապրում։ Բա որտեղ ապրում։ Այս տանը հերոսները հայտնվում են պատահաբար, սխալմամբ։ Հա, այս քերին, նո քերին չէ։ Օ, չէ, մի րոպե։ Դու ինձ մի քիչ օգնեցիր ասեմ քեզ։ Իրենք գնում էին Կարինեին ուզելու, սխալմամբ մտել էին հարևանի տուն։ Ապրես։ Հա, ուրեմն իրենք պիտի որ Կարինեին ուզեին։ Մարինեն չէ, հա։ Չէ։ Դու ինձ օգնեցիր։ Մեր սիրելի Կարինեն ամուսնանում է, այս տարբերակ ընտրեց անին, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կդիտենք եւ կանցնենք երկրորդ հատվածին, խնդրեմ։ Թանկագին աղջիկներ, այսօր մեր տանը մեծ իրադարձություն է, մեր սիրելի Կարինեն ամուսնանում։ Այո, մեր սիրելի Կարինեն ամուսնանում է, այո, եւ հիշում ես հա մի հրաշալի ես այսինքն այսինքն վերհիշում եմ, հա, երբ որ արդեն նստում են, սկսում են նար, որ սկսում է խոսել, ասում է հայերեն խոսում եք, ասում է ինձ հայերեն խոսում եք, նարդին գցելու ժամանակ։ Այ, մի խոսքով։ Իդեպ գիտես որտեղ են նկարվել այդ պարային կտորները։ Պարային կտորները Սամոսավանքում են նկարվել, սեն Սամոսավանքի տարածքում են նկարվել։ Միշտ որ գնում եմ, տեսնում եմ դա, մի անգամից էլի հիշում ես հիշողությունների գիրքը։ 1-0 անին հաղթում է եւ հիմա խնդրեմ երկրորդ հատվածը ֆիլմի դիտենք միասին։ Այդ որ հայը չի հյուրընկալի իր բարեկամին, եթե նա ներկայանում է որպես բարեկամ։ Ահա, Պաստորն, այդ որ հայը չի հյուրընկալի իր բարեկամին, եթե նա ներկայանում է որպես բարեկամ, հա, եւ այս գառնուկին տալիս է եւ ասում է, սա մայրիկից, առաջին տարբերակ, երկրորդը սա հայրիկից, երրորդը սա մեր գյուղապետից եւ չորրորդը սա մի հատ պահի հետ գնալուց կվերցնենք։ Այս 4 տարբերակ։ Հայրիկից, մայրիկից, գյուղապետից եւ սա մի հատ պահի հետ գնալուց կվերցնենք։ Դժվար հարցեր ես ընտրում անում։ Չէ, հեշտ հարցեր է։ Ինձ թվաց պիտի ասեիր, իսկ հետո որտեղ են պահում այդ գառնուկին։ Չէ, դե չէ, տենց։ Դե գառնուկին եթե հիշում ես պահում են այդ լողարանի մեջին, պահում քեր գառնուկին։ Հիմա կամ հայրիկից կամ մայրիկից։ Գյուղապետից չէ, գյուղապետից։ Չէ, գյուղապետից չէ։ Իսկ սա մի հատ պահ հետ գնալուց վերցնենք էտել չէ։ Այսինքն մնաց հայրիկը կամ մայրիկը։ Հայրիկը կամ մայրիկը։ Դե ով կտար, այսինքն գառնուկին ավելի շուտ ըստ քեզ։ Դե երևի հայրիկը։ Հայրիկը կտար։ Իսկ հիշում ես ինչ բարեկամներ են, ովքեր են իրենք։ Մայրիկի կողմից էին։ Հա, որովհետև իրենք փաստորեն գալիս են քերոտուն։ Հա։ Չէ՞։ Այո։ Մայրական կողմից են։ Հա, քերոմ։ Եվ գալիս են եւ այո, շատ հնարավոր որ հայրիկը փաստորեն այսպես տալիս է իր նոտաբար բարեկամ աներձակին գառա տալիս, իհաճ հնարավոր եւ մայրիկն է եղբորը տալիս։ Այստեղ նայած ում սիրտն է ավելի ցավում։ Մայրիկի եղբոր թե հայրիկի աներձակի համար։ Կարելի է տրամաբանել այսպես, որ ովքեր են նկարել ֆիլմը, արդյոք իրենք պահպանողական մտածողություն կունենային, թե ոչ պահպանողական, որովհետև եթե
պահպանողական, ապա անպայման հայրիկը Այո, նվիրեր, իհարկե, հայրիկն իհարկե։ է որոշումներ կայացնում, ինչի մասին է խոսքը, ինչ մայրիկ։ Հա, բայց հայելի, որտեվ բայց մայրիկը ինչ, այդ մարդը դե գառա պահում, մայրիկը պետք է գառ վերցներ տա։ Բայց հենց ամենածիծաղելին այդ կլինի, որ մայրիկը նվիրի գառը։ Պատկերացնես կինը։ Դե համենայն դեպս մենք 1-0 հաղթում ենք, հələ երկու տարբերակ ունենք, այսինքն անկախ, եթե անկախ հանկարծ եթե սա սխալ լինի, դա ոչ ոք չեն կորցնում։ Ընտրում եմ մայրիկին։ Մայրիկին։ Մայրիկը գառնուկ է նվիրում։ Համոզված ես։ Համոզված չեմ, բայց ընտրում եմ։ Որտեվ տես ինքը գյուղից գալիս է։ Էլի սկսեց Չէ, շփոթացնել։ նայ, գյուղից գալիս է։ Ախր դե հայրիկից բննվեր չբերի իր աներձակին։ Բայց նախ եւ առաջ մայրիկից կբերի, քրոջից։ Դե քրոջից կարող է մի հատ բան իր բերեր օրինակ։ Կարող է։ Այն ինչ որ քուրը սարքել է։ Բայց չէ, սա կոմեդիա է, չէ։ Ուրեմն պիտի ծիծաղելի իրավիճակ լինի։ Պատկերացնես կինը, քույրը գառա բերում։ Բայց նորմալ է գյուղում եւ ամուսինները եւ կինը եւ տղամարդը պահում են գառ, դա հա, իհարկե։ Բայց եթե ծաղիկ բերեր, ծիծաղելի չէր լինի, բայց որ գառա բերում։ Ծաղիկ բերեր քերին, ասեր սա մայրիկից։ Հա։ Դե Բայց որ մայրիկից գառա բերում, դա ծիծաղելի է։ Շատ լավ, դու ընտրում ես։ Մայրիկից։ Մայրիկից ընտրեց Անին, ճիշտ է թե ոչ, մենք հիմա միասին դիտենք։ Այդ որ հայը չի հյուրընկալի իր բարեկամին, եթե նա ներկայանում է որպես բարեկամ։ Սա մայրիկից։ Այո, սա մայրիկից, բրավո Անի ջան, բրավո։ Դու հաղթել ես արդեն։ Դու հաղթել ես, ինչը ես քեզ արդեն շնորհավորում եմ, բայց մենք ունենք երրորդ հատվածը ֆիլմի եւ հիմա պետք է միասին տեսնենք, կփորձենք ճիշտ գուշակել։ Լավ, խնդրեմ, երրորդ հատվածը միասին դիտենք։ Լուսադեմին իհարկե ձյուն եկավ։ Նման վաղահասություն հնագնակները չէին հիշում։ Օտերևույթաբանները ստերևույթին այդ հազվադեպ պատահարը բացատրում էին։ Օտերևութաբանները ինչով էին բացատրում, իդեպ ինչ պատասխանները քեզ ասեմ, դու երևի տեղյակ ես, եթե տեղյակ չես համդեպս մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, այս կտորը ֆիլմի եղել է պատահական իրոք, այսինքն սա սցենարով չի եղել եւ իրոք նրանք առավոտյան արթնացել են եւ տեսել են ամբողջովին ձյուն է քաղաքը եւ այս տեքստը այդ ամեն ինչը գրվել է ընթացքում, որովհետեւ սցենարի մեջ արդեն եղել են փոփոխություններ, այս գիտես այսպես շատ ամեն ինչը մի տեսակ Լուսադեմին իհարկե ձյուն եկավ, նման վաղահաս ձյուն հնաբնակները չէին հիշում, օտերևութաբանները այս հազվադեպ պատահարը բացատրում էին։ Առաջին տարբերակը կլիմայական փոփոխություններով, երկրորդը, որ վերևներում ջղայնացել են, երրորդը ցիկլոնների եւ անտիցիկլոնների ինչ որ սառը եւ տաք բախումների հետևանքով եւ չորրորդ տարբերակը Գագիկ Սուրենյանով։ Հայտնի մեծ են Գագիկ Սուրենյանը։ Ես հաճույքով կընտրեի չորրորդ տարբերակը։ Չէ, Գագիկ Սուրենյանը միշտ է, ինքը ժամանականից եկել է, էլի։ Երևի տաք եւ սառը ցիկլոնների, այսինքն կլիմայական փոփոխություններով ոչ։ Չէ։ Ոչ։ Իսկ որ վերևներում ջղայնացել են այնտեղ։ Չէ։ Դա չէ։ Չէ։ Ցիկլոնների ինչ որ սառը տակ բախում է, սա Այո, այո։ Հաշվառել որ Անին հաղթել է, դրա համար անգամ եթե երկու դա կապ չունի, բայց համենայնպես Անին ընտրեց ցիկլոնների, անտիցիկլոնների ինչ որ սառը եւ տակ բախումների հետևանքով երկար տեքստ, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա միասին դիտենք։ Լուսադեմին իհարկե ձյուն եկավ։ Նման վաղահասություն հնագնակները չէին հիշում։ Օտերևույթաբանները ստերևույթին այդ հազվադեպ պատահարը բացատրում էին ցիկլոնների եւ անտիցիկլոնների լապտերների ծովը։ Բրավո Անի ջան։ Այո, 3-0, այս վերջերս գիտես, այնպես է ստացվում, որ միշտ մեր շատ սիրելի ընկերները, մեր հյուրերը գալիս են, 3-0 ինձ հաղթում գնում են։ Բայց ես նրանց ված չեմ զգում, ես ուզում եմ որ բրավո Անի ջան։ Այո, եւս մեկ անգամ վերհիշեցինք սիրելի հեռուստադիտողներ այս հրաշալի ֆիլմը Անի հետ եւ ինչու ոչ, այո, եւս մեկ անգամ գուցե այս հաղորդումից հետո մարդիկ այս հրաշալի ֆիլմը եւս մեկ անգամ դիտեն։ Արժի։
Անի ջան, բրավո, շնորհավորում եմ եւ հիմա մինչ մեր հաղորդման ավարտը եւս մեկ անգամ արի խոսենք մեր ներկայացման մասին, որը սպասվում է նոյեմբերի 19-ին։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի ներկայացում լինել թե չլինել։ Իդեպ, այստեղ ես կարծում եմ, որ ողբերգություն։ Այո, ինքը ինքը դասական պիես է, ժանրը ողբերգություն, ինքը շատ էմոցիոնալ, հուզիչ, կրքոտ, մեծ բախումների ներկայացում է, հանդիսատեսը հաստատ անտարբեր չի մնա, իր հետ մեծ բաներ կտանի, մեծ հույզեր եւ այսպես, ինչպես նաեւ շատ խորիմաստ ներկայացում է, մի խոսքով։ Այո, լինել թե չլինել։ Նոյեմբերի 19-ին երեկոյան 7-ին AGBU Performing Arts Center Pasadena-ում ձեռք բերեք տոմսեր, դեռ տոմսեր կան, աշխատեք շատ արագ ձեռք բերել, որովհետև վաղը մյուսօր էլ չի լինի։ ticketmaker.com 818 265 0506 ձեռք բերեք տոմսեր սիրելի հեռուստադիտողներ, որովհետև անպայման կարողանաք ներկա լինել այս հրաշալի ներկայացմանը նոյեմբերի 19-ին երեկոյան 7-ին, որտեղ խաղալու են իդեպ մասնակցելու են հրաշալի դերասաններ Հովանեսը Բաբախանյան, Մարիանա Եղազարյան, Նարինե Չիլինգարյանը, Պապ Պողոսյան, Աննա Գևորքյանը, մի խոսքով շատ Եվ Արթուր Տեյանցը։ Մի հոգի չնշեցի ներողություն եմ խնդրում, ուղղակի չհասցրեցի։ Մի խոսքով Անջան, ես կարծում եմ հրաշալի ներկայացում կլինի եւ շատ մեծ հաջողություն կունենա։ Ես ավելի քան համոզված եմ։ Շնորհակալություն։ Եվ մեր հաղորդման այ ավարտին հիմա գալիս ենք մնա այսպես ոչ թե սիրելին առասարակ մի զրույցներն է, բայց միշտ վերջում իհարկե դե երգիչների դեպքում իհարկե երգ ենք լսում, դերասանների մի փոքրիկ ինչ որ դրվագ ենք, փոքրիկ չեմ ասում մոնո ներկայացում, այլ մոնո հատված։ Հիմա Անջան, դեմ չես, որ մի փոքրիկ ինչ որ մի հատված լսենք ներկայացումից, եթե դեմ չես։ Իհարկե դեմ չեմ։ Բայց դու արդեն որոշի թե ինչ, ոնց մեր հեռուստադիտողների հետ միասին վայելենք, հա։ Շատ լավ։ Դե քանի որ այսօր ես որպես ռեժիսոր եմ ներկայանում, այլ ոչ թե որպես դերասանուհի, որոշեցի, որ կարելի է մեր ներկայացումից մի հատված ներկայացնել, ընդ որում նայեք, երևի բոլորի տներում այս գիրքը եղել է, հա, ծանոթ գիրք եմ ցույց տալիս, ահա։ Սա հին հունական լեգենդներն ու առասպելներն են։ Ինչու եմ այս գիրքը ցույց տալիս։ Մենք իհարկե ներկայացումը այստեղից չենք բեմադրել բոլորովին, բայց ներկայացման նախաբանը, նախապատմությունը գալիս է հին հունական լեգենդներից։ Դա Անտիգոնեի մասին պատմությունն է եւ ներկայացումը սկսվում է հենց նրանով, որ մենք նախապատմությունը ներկայացնում ենք հանդիսատեսին, որպեսզի հանդիսատեսը իմանա, թե ինչ է եղել այն ամենից առաջ, երբ որ կսկսվի ներկայացումը։ Եվ հիմա մի փոքրիկ հատված մենք հիմա մի փոքրիկ հատված ներկայացումից, նախապատմություն եւ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց հիմա Անի Գևորքյան, լինել թե չլինել հատված ներկայացումից, որտեղ Անին ռեժիսորն է հանդիսանում եւ հիմա մենք մի փոքրիկ հատված կլսենք, այսինքն դուք առաջինն եք այս ներկայացման հանդիսատեսը, այնպես որ վայելենք, խնդրեմ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ Անտիգոնեի պատմությունը։ Անտիգոնեն դուստրն է մեծն Էդիպ արքայի։ Հա, նույն Էդիպի, որին բոլորը շատ լավ ճանաչում են, թե ինչպես նա, չճանաչելով սեփական հորը, Թեբե քաղաքի արքային մի օր սպանում է նրան։ Հետո առանց իմանալու ամուսնանում է սեփական մոր հետ, դառնալով Թեբեի արքան։ Նրանք ունենում են 4 զավակ։ Սակայն մի օր սարերից իջնում է փոշու մեջ կորած մի սուրհանդակ եւ Էդիպին հայտնում ճշմարտությունն իր ծագման մասին։ Այդ ահավոր լուրը Էդիպին այնպես է ցնցում, որ նա իր ժանտ ձեռքերով ինքնական պոկում հանում է իր զույգ աչքերն ու հեռանում, որպես թափառաշրջիկ մուրացկան։ Թագուհին, նրա կինն ու մայրը, ահավոր երկու բառի համադրություն, նույնպես չի դիմանում այդ սարսափելի բացահայտմանը, խեղճն ինքնասպան է լինում։ Իսկ ինչ է լինում հետո, կհարցնեք դուք։ Շարունակությունը նույնպես փայլուն բան չէ։ Էդիպի որդի Էթեոկլեսը տիրում է գահին, երկրից աքսորելով իր եղբորը, Պոլինիկեսին,
Սա էլ օտարերկրյա իշխանների օգնությամբ հարձակվում է հայրենի Թեբե քաղաքի վրա։ Թշնամացած եղբայրները մարտնչում են եւ ատելության տենչով լցված սպանում միմյանց։ Քաղաքը փրկվում է։ Նրանց մորեղբայր Կրեոնը դառնում է թագավոր։ Ըստ նրա հրամանի Էթեոկլեսին բարեհամբավ եղբորը շքեղորեն հուղարկավորում են, մինչդեռ Պոլինիկեսին ապստամբ եղբորը թողնում են անթաղ որպես պատիժ եւ օրինակ անհնազանդներին։ Ահա այսպես սկսվում է ներկայացումը։ Եվ սկսում է ներկայացումը։ Եվ մենք սիրելի հեռուստադիտողներ, եւ իհարկե մի քանի վայրկյան անց նաեւ մի փոքրիկ տեսահոլովակ, կտեսնենք, որը պատմում է արդեն հենց անմիջապես ներկայացման մասին։ Բայց դա մի քանի վայրկյանից, որովհետեւ այս պայն թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, նշել մեր գործընկերներին հաղորդման, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ մարդկանց օգնել են, այնպես որ եթե կա նման խնդիր, մի հապաղեք եւ դիմեք։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք հրաշալի ժամանակ կարող եք անցկացնել, օգտվել հարմարավետ համարներից եւ իհարկե տաք լողավազաններից տաք հանքային ջրով։ Սա առողջարան է, սա պարզապես հյուրանոցային համալիր չէ։ Զանգարեք, պատվիրեք, եթե ունեք իհարկե ազատ օրեր, զանգարեք, պատվիրեք, ամրագրեք ձեր տեղերը եւ լիարժեք լավ ժամանակ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ Անի ջան, հիմա մի փոքրիկ հատված դիտենք եւ այնուհետեւ արդեն հրաժեշտ կտանք այսօր մեր արդեն հաղորդումը կավարտենք։ Խնդրեմ, մեկ հատված, որը կպատմի անմիջապես, որը կպատմի հենց ներկայացման մասին, խնդրեմ։ Ինչպես ասում ես դու։ Ես ստուգում եմ, խնդրում եմ։ Այնության, դատարկաբանության ու ոչնչության մեջ, հա։ Ես քաչ չեմ։ Հրամայում ես կարակը։ Այո, to be or not to be, լինել թե չլինել, անպայման լինել նոյեմբերի 19-ին երեկոյան 7-ին AGBU Performing Arts Center-ում Պասադինայում։ Բոլորդ իհարկե անպայման կլինեք։ Անի ջան, շնորհակալություն եմ հայտնում քեզ հրաշալի, հաճելի երեկոյի համար, մենք միասին անցկացրեցինք, քեզ իհարկե մաղթում եմ հաջողություն, ես անպայման համոզված եմ, որ շատ լավ ներկայացում կլինի, լի հանդիսատեսներով եւ իհարկե նորանոր հաջողություններ եմ մաղթում, սա քո առաջին որպես ռեժիսոր, բայց իհարկե նորանոր իհարկե պրեմիերաներ, ներկայացումներ դեռ կարծում ականատես կլինենք։ Շնորհակալ եմ Արմեն ջան, ես էլ քեզնից եմ շատ շնորհակալ եւ դու իհարկե հրավիրված ես։ Վայ, շնորհակալ եմ անչափ, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 իհարկե MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa
Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։